Բարի երեկո երևականներ, դուք դիտում եք Ամեկ+-ի Պոստսկրիպտում հաղորդաշարը, եւ այսօր իմ զրուցակիցն է ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։ Շնորհակալություն պարոն Մակեյան, որ այսօր եկել եք մեր ստուդիա։ Երբ սկսենք Human Rights Watch-ի վերջին զեկույցից, որը անդրադառնում է Հայաստանի խնդիրներին, կարծես թե որևէ գաղտնիք, որևէ ինչ-որ նոր բան մեզ համար չի բացահայտում, 10 հոգի սպանվել է, մինչև հիմա մարտի 1-ի մասին է խոսքը, չի բացահայտվել, մինչև հիմա 9 հոգի բանտում է գտնվում, ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել եւ այլն, այսինքն այն պնդումները, որոնք կարծես թե մեր քաղաքացիների համար որևէ նոր բան չեն պարունակում, այնուամենայնիվ ինչ որ վեճ է առաջանում, արդյոք օբյեկտիվ է այդ զեկույցը թե ոչ, ինչով եք դա բացատրում։ Գիտեք, այս ռեժիմը կարծես թե աստիճանաբար փորձում է կերպարանափոխվել։ Այսինքն Քոչարյան, ես ռեժիմ նկատի ունեմ 98-ից առ այսօր նույն ռեժիմը։ Ուղղակի Սերժ Սարգսյանի պարագայում փորձում է կերպարանափոխվել այն օլիգարխիկ սապրագլուխների բանալից ուզում է ազատվել եւ թեքվել դեպի եվրոպական տեսքով, այսպես ասած, կրթված, ես կասեի նաեւ անհայրենիք, որտեղ դրանք լավ բան չեն խոստանում, այնուամենայնիվ ինքը թիմը փոխում է։ Որն է ավելի լավը, սապրագլուխը թե անհայրենիքը։ Դա սապրագլուխը գիտես ինչ, գիտես որ այդ որակն է։ Ու նրանից ամեն վտանգ ու իր տեսակը սпасել է։ Բայց սա պարագայում շատ վտանգավոր է, թաքնված է այդ ամեն ինչը։ Ու իրենք այսօր էլ անընդհատ փորձում են քարոզել, որ երբ որ միջազգային հանրությունը ինչ-որ գնահատական է տալիս, ու փորձում են ապացուցել, որ դա այդպես չէ, դա կողմնակալ է կամ լիարժեք չեն տիրապետում, իմիջիայլոց նույն միջազգային հանրությունը բավականին լավ էլ տիրապետում է իրավիճակին, գնահատականները հստակ կարող են տալ, բայց նրանք էլ իրենց շահերից, գերտերությունները եւ իրենց աշխարհակաղակական շահերից դուրս գալով փորձում են հանդես գալ կողմնակալ կամ ոչ միանշանակ։ Այդ առումով գնահատականները նույնիսկ կարելի ասել մեղմ է, ոչ մի բան չի փոխվել 2008 թվականից հետո, փոխվել է մի բան, որ շատ ավելի սկսել են գրագետ թատերական իմիտացիան ներկայացնել ժողովրդին խաբելու, նաև միջազգային հանրությանը շփոթության մեջ գցելու։ Այ Եվրոպայի խորհրդից որևէ ակնկալիքներ կան ժողովրդավարության առումով, որովհետև Համերբերգը եկավ, գնաց, էլի կիսահատեց քաղցր բաներ խոսեց, դուք հանդիպել եք, չեք հանդիպել եւ ընդհանրապես ձեր տպավորությունը։ Գիտեք, իմ տպավորությունը հետեւյալն է, որ Համերբերգի տոնայնությունը փոխվել էր նախորդ այցի համեմատ, ավելի մեղմ էր։ Այդ առումով դա զգացվում է։ Ես անձամբ չեմ հանդիպել, բայց լինելով ըստ իս եվրոպական քիչ թե շատ օբյեկտիվ չինովնիկը, այնուամենայնիվ նա արձանագրեց փաստերը, արձանագրեց նաև անպատժելիության գաղափարը տվեց, որ մարտի 1-ի զոհերի չբացահայտումը, ձախողումը դա անպատժելիության է մղում, եւ ես էլ գտնում եմ, որ մարտի 1-ի, այսպես ասած, 10 զոհերի հեղինակները չեն բացահայտվի, եթե բացահայտվի, ինչպես կարող են այսօրվա իշխանությունները իրենց բացահայտել։ Դա անհնարին է։ Ուզում է 10 անգամ գնան, 10 որոշում ընդունեն, դա հնարավոր չէ։ Այնուամենայնիվ ես գտնում եմ, որ Համերբերգի գնահատականը լինելով օբյեկտիվ, այնուամենայնիվ ավելի մեղմ էր, քան նախորդ իր գնահատականները։ Իսկ եթե խորամանկություն ցուցաբերեն եւ մի երկու պրապորշիկի, մի երկու ենթասպայի վրա մխկցեն, կլինի այդպես թե չէ։ Դե եթե այդ պրապորշիկի բռնեցին, գինը հետևյալն է, կամ նա պետք է մինչև հրաման տվողին գտնեն, դա պարզ է, որ առանց Քոչարյան Ռոբերտի դա չէր լինի, կամ էլ պետք է գնեն, որ ընդունված է համագարկում այսօրվա ռեժիմին, շանտաժով, գնով, առնելով տարբեր ձևերով փորձում են բերանները փակել։ Դա հնարավոր է ինչ-որ պահի, ինչ-որ փուլում գնան, բայց դա բացահայտում չի։ Կոնգրեսի վերաբերյալ դուք կոնգրեսի անդամ եք, ասացեք խնդրեմ, այս ամիս համենայն դեպս երևի նոր տարվա տոների հետ կապված կոնգրեսը այդքան էլ ակտիվ չէր, այդպես է թե չէ։ Դե գիտես, այդ ակտիվություն ասած քաղաքական միանշանակ չես կարող գնահատել։ Դա խիստ հարաբերական է։ Այսօր մեր կոնգրեսում քաղաքորոշ նիստ է առաջին նախագահի մասնակցությամբ։ Կարծում եմ գնահատվեց իրավիճակը, հստակ գնահատականները տրվեցին եւ նաեւ անելիքների մասով խոսակցություն գնաց։ Դե պարզ է, որ մենք այսօր չենք կարող անտեսել, որ
մի շերտ կա, որ Տիգրան Կարապետյանը հետևից դուրս եկավ փողոց։ Ինչքանով դուրս եկավ, ինչքանով աջակցեցին, դա թողնում ենք մի կողմ։ Այն ամենայնիվ մենք պետք է այս հաշվի առնենք այս պահը։ Եվ գտնում եմ, որ կոնգրեսի հիմնական մոտեցումը հետևյալն է՝ անել ամեն ինչ քիչ վնասով երկրին պետության process-ը տանել։ Իշխանապողության գործընթացում։ Եվ այսօր էլ այդ հարցը քննարկվել է, քանի որ մենք ունենք Ղարաբաղի խնդրեմ, Ղարաբաղի հարց, մենք չենք կարող ազատ գործել, այսինքն հեղափոխական process-ներ տանել, դրանից կօգտվի թշնամին։ Բնականաբար մենք գիտենք 93-94 թվականների մենք բոլոր ռազմական հաջողությունները ունեցել ենք, երբ որ Ադրբեջանում գնում էր այս խժդժուղոց։ Խնդիրը հետևյալն է, ցավոք մեր իշխանությունները դա հաշվի չեն առնում։ Դա պարզ է, փաստ է, որ իշխանությունները կարծես կոմպլեքսներ չունեն։ Եթե հաշվի ենք առնում նրանց պահվածքը, այդ առումով շատ ավելի ազատ են իրենց պահում, քան որ ընդդիմությունն է պահում։ Մենք պետք է ավելի ազատ լինենք, քան իրենք։ Բայց դերերը կարծես այս առումով փոխվել է։ Ինչի նրանք ուրախանում են, որ դուք առանձնապես ձեզ սահմանափակում եք, ասում են լավ է, տեղներս կնստենք, մեր աթոռներին հանգիստ։ Գիտեք, կոնգրեսի ներսում էլ կա այդ մոտեցումը։ Մեկն էլ ես եմ ընդդադրենք մտածում եմ, մենք այսօր վախենում ենք, որ եթե ակտիվանանք, հասարակությունը կարծես թե պատրաստ է փողոց դուրս գալու, դա ցույց տվեց վերջի միջադեպերը, նաև այդ սոցիալական հողի վրա փողոցային առևտրի խնդրի հետ կապված, եթե մենք սկսենք process-ը, չեմ կարծում, որ հաջողություն չհասնենք իշխանապողության առումով, բայց այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ դիրքորոշում ունի, մենք իրավունք չունենք վտանգելու Ղարաբաղը եւ մեր պետական շահերը։ Բայց երկրորդ կողմը կա հարցի։ Երկարատև այս process-ի ընթացքում մեր հասարակությունը հուսախապ է լինում, մի մասը, ակտիվ մասը դուրս է գալիս, տվյալներով այս տարվա անցած տարի դուրս եկել շուրջ 100,000 մարդ, ու $1 միլիարդ կապիտալ է դուրս եկել։ Այսինքն երկրից է գնում։ Երկրից են գնում։ Եվ դուրս է գալիս, որ կարող ունակ ֆինանսապես ռեսուրս ունեցող մարդիկ դուրս են գալիս։ Եվ ես առիթ եմ ունեցել վերջերս շփվել պետական կառույցների հետ, պատկերացրեք, որ այդ մարդկանց արդահոսքը, երկիրը թողնելը ես հիմնավորում եմ։ Չեք պատկերացնի ինչ գարշահոտություն է դուրս գալիս, երբ որ շփվում ես պետական համակարգի հետ։ Այդ առումով մենք երկարատև այս process-ում միգուցե ավելի շատ ենք կորցնում։ Անգրվանը, եթե իշխանությունը դիմացին հետևություն չանի, նույն ձևով մտածի ընդհանուր պետական շահի Ղարաբաղի մասին, մենք հնարավոր եւ Ղարաբաղը կորցնենք եւ երկիրը արդյունքում մնա այն վիճակին, որ որևէ ապագա չունենա։ Այ դուք ասացիք, որ այսօր քաղաքորդի նիստ էր եւ քննարկվում էր սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Ես չեմ ուզում իհարկե, որ դուք բացահայտեք, թե ինչ է խոսվել եւ այլն, պարզապես հակից ձեր անձնական գնահատականը, այդ մանր եւ միջին բիզնեսի նկատմամբ ճնշումները եւ ընդհանրապես գնաճը, այս սոցիալական վիճակը ինչպես կգնահատեիք։ Գիտեք, կարծես թե մի տպավորություն է ստեղծվում, որ մեր իշխանությունները, ռեժիմը կամ ինքնազգացողությունն է կորցրել, կամ էլ այնքան է տարված այդ հարստանալու այդ թալանին, որ չի կարողանում վերահսկել process-ը, որովհետև մեր երկիրը հաշվում է 10 ամենաթանկ երկրների թանկացման process-ով երկրների շարքում։ Եվ մենք գիտենք, որ Թունիսում վերջի դեպքերը այդ նույն կոռուպցիան կար, կաշառակերությունը եւ այդ թանկացումները բերեցին այդ 20 տարվա երկաթյա ռեժիմի գործանմանը։ Այսօր երեք արդեն սկսվել է Եգիպտոսում նույն process-ները։ Հիմա Հայաստանը, ես նորից եմ ասում, բոլոր նախապայմանները կան։ Եվ բնականաբար իշխանությունը պետք է հետևություն անի։ Ցավոք սրտի, ես այսօր այդ հետևությունը չեմ տեսնում, բայց այն ինչ որ այսօր գնաց մեր քաղաքորդում այդ քննարկումը, կարծես կարելի ասել ավելի շատ իշխանական այդ մտածրծրացավությամբ էր գնում,
պետական սրտացավությամբ էր գնում, որը չեմ տեսնում մեր իշխանական վերնախավում։ Ասում եք բունտ, հա, Թունիսում իսկապես բունտ է տեղի ունեցել եւ այլն։ Մեր ժողովրդին կարծես թե դա հատուկ չէ, կամ չգիտեմ, մինչև հիմա այդպեսի բան չի դրսևորել, որովհետեւ այդ մարդիկ այդ առևտրականները, որոնց փողոց գցեցին, նրանք դուրս են գալիս փողոց, պահանջում են ինչ-որ բան կառավարությունից եւ ասում են, եթե մեր պահանջները չկատարեն, մենք թողենք կգնանք երկրից։ Այսինքն հայկական բունտը կարծես թե արտագաղթի մեջ է արտահայտվում, այդպես է, հա։ Գիտես, մեր գենոֆոնդը, երբ որ նայում ես գենետիկորեն, կարծես արտագաղթը հազարամյակներ եղել է։ Ու այս փուլը, այս իրավիճակներում շատ ավելի դա ինտենսիվ է դառնում, օրինակ անցած տարվա 100,000-ը թվում է թե սովորաբար արտագաղթը ուժեղանում է հետընտրական process-ից հետո։ Հիմա տարօրինակ է, որ կա մեծ թիվ է։ Բայց հիմա խնդիրը ուրիշ հարթության մեջ մենք նայենք։ Բացի այն, որ իրան գնում են, այս սոցիալական բունդը, որ լոկալ տեղերում գնում առևտրականները, մաքսային հանգացումները եւ այլն։ Խնդիրն հետեւյալն է, սրանք սկսում են արդեն ոստիկանությունը գործի տանել։ Ակտիվիստներին սկսում են տանել վախեցնել։ Ասենք 1-2-ին կաշառում են։ Եվ երբ նրանք տեսնում են լիդերները ովքեր են այդ կամին, դուրս են անում, մնացածը մնում են թևատապ։ Եվ մի մասը բնականաբար դուրս է գալիս հացի խնդիրը լուծելու երկրից, դուրս մյուս մասը հուսախապ, որը հացի խնդիրն է լուծում։ Առայժմ կարողանում են լոկալ այս խնդիրները լուծել, բայց թե ինչքանով իրենց քաջողով ես չեմ կարող ասել։ Դուք ակնարկեցիք Տիգրան Կարապետյանի հանրահավաքները երկու, ըստ որոշ դիտարկումների այնտեղ շատ մարդ էր հավաքվել եւ կարելի է համեմատել այն թվերը, որ հավաքվում են ձեր հանրահավաքներում եւ նրա։ Արդյոք Տիգրան Կարապետյանը իշխանության պրոյեկտն է, արդյոք այդ մարդկանց աջակցում են, որ նրանք հավաքվեն եւ արդյոք դա կլինի այն մեխանիզմը, որը մի քանի անգամ կիրառվել է Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի տեսքով։ Ես չեմ կարող նման բան ասել, որ Տիգրան Կարապետյանը իշխանության պրոյեկտն է։ Տիգրան Կարապետյանը հայտնի է իր որակով, իր ամբողջությամբ բոլորիս հայտնի է։ Խնդիրն հետևյալն է, որ Տիգրան Կարապետյանին կուզենան իշխանությունները օգտագործել, դա ես կասկած չունեմ։ Բնականաբար, երբ ժողովուրդ է գնում, այսօրվա իշխանությունը վախ ունի մեկ բանի ժողովրդից, եւ բնականաբար փորձեն կանխել այդ process-ը կամ տանել մի ուղղությամբ, որ իրենց համար շահեկան լինի։ Ղեկավարել է։ Ղեկավարն, բայց միևնույնն է, մեծ քանակից նրանք սարսափում են։ Հիմա կարող է իրեն այսպես օգտագործեն տարբեր ձևով։ Այսօր արդեն ասում են, որ այնքան ժողովուրդներ հավաքվել, ինչքան կոնգրեսում։ Դա մի խնդիր լուծեցին, որ ժողովուրդը միայն Լևոն Տեր-Պետրոսյանի կոնգրեսի մոտ չի գնում, գնում է նաև Կարապետյանի մոտ։ Երկրորդ խնդիրը հետագա օգտագործման խնդիրն է։ Եվ կարող են ներսից օգտագործեն իշխանություններ եւ դրսից։ Ցավոք սրտի այդ երկու դեպքում էլ դժվարելու է մեր հասարակությունը, մեր երկիրը, որևէ լավ բան չի դվում։ Բայց կարծում եմ Տիգրան Կարապետյանը հույս ունենանք, որ չօգտագործի, որը նաեւ իմ կարծիքով քիչ հավանական է, որովհետեւ սրանք ընդունակ են։ Արթուր Բաղդասարյաններ սարքելու Գեղամյաններ ու մնացածներ, տեսել ենք։ Նորություն չի մեզ համար։ Անցած տարի ով գալիս էր այս ստուդիա դիմադիրներից, կոնգրեսից կոնկրետ, խոսում էին արտահերթ ընտրություններից, որ ասում էին մեծ ձեռնտու է արտահերթ ընտրություններ, այդ ժամանակ հնարավոր չի լինի անել այն, ինչ որ սովորաբար արվում է ընտրությունների ժամանակ։ Հիմա փաստորեն մինչև հաջորդ ընտրությունները մնացել է հերթական ընտրությունները մնացել է 1 տարի։ Արդյոք դուք շարունակում եք պնդել, որ Հայաստանում կարող են լինել արտահերթ ընտրություններ, ասենք խորհրդարանական։ Գիտեք, արտահերթ ընտրությունները չի բացառվում Հայաստանում, որովհետև դեռ մի տարի կես կա եւ կարծում եմ դա հնարավոր է։ Բայց գնալով այդ շանսը արտահերթ ընտրությունները փոքրանում է։ Եվ ճիշտ ասված, որ արտահերթ ընտրությունների դեպքում հնարավոր է նոր սցենարը չաշխատեն, ինչ որ իշխանությունը աշխատացնում է։ Բայց չի բացառում վաղը, ասենք Սերժ Սարգսյանը Հայդարի արտահերթ ազգային ժողով ընտրություններ, այդ դեպքում սցենարը ոչնչով չի փոխվի։ Ինչ նպատակով նա պետք է դա արտահայտի։ Օրինակ եմ ասում, ենթադրենք Հայդարում արտահերթ ազգային ժողով, լուծարում ազգային ժողով ընտրությունները ու Հայդարում արտահերթ ընտրություններ։ 40 օրվա ռեժիմի դեպքում իշխանությունը շատ ավելի պատրաստված է իր սցենարներով, իր լծակներով, մենք դա գիտենք։ Այսինքն արտահերթ ընտրության ասածը
անձամբ ես, մեր կուսակցությունը եւ կոնգրեսում էլ շատ-շատերը մտածում ենք հետեւյալ, որ դա լինի հասարակության պարտադրանքը, որ հասարակությունը պարտադրում է ռեժիմին, նա գնում է ստիպված պարտադրված արտահայտ ընտրությունների, այդ դեպքում չի աշխատում այն սցենարը, որ աշխատում է հերթագանի կամ իմ ասած այն առաջի արտահայտի պարագայում։ Ինչ բան եք տեսնում, ինչ հեռանկար եք տեսնում, որ հասարակությունը կպարտադրի, նախանշան տեսնում եք այս պահից։ Նախանշան հասարակության մեջ ես տեսնում եմ, հատկապես վերջի տերմինոլոգիայով ասենք ռուսական զոնդաժ, որ արվեց Տիգրան Կարապետիչի կողմից կամ արեցին, հասարակությունը դուրս եկավ։ Մի շերտ, որը երբեք կարող միտինգին էլ չէր գալիս, նրանք դուրս եկան փողոց։ Եվ ես համոզված եմ, եթե քաղաքական ընդդիմությունը մենք կոնգրեսը անտեսի բոլոր այդ վտանգավոր շերտերը մեր պետականության համար եւ process-ը սկսի դուրս բերի հասարակությանը փողոց, դա արտահայտ ընտրությունները անխուսափելի են։ Դուք կարծում եք, որ կոնգրեսը ցանկացած պահի կարող է ժողովրդին դուրս բերել փողոց։ Ցանկացած պահ ասածը խիստ հարաբերական է։ Երբ որ հասարակության մեջ դժգոհության տարրերը, իսկ իշխանության կողմից կոռուպցիան, սանձարձակությունը հասնում է անչափ սահմանների, այդ դեպքում կոնգրեսը չէ ցանկացած ընդդիմադիր ուժ, որը բարակայում իրավիճակի դրության տերն է, կարծում եմ կարող է հասարակությանը դուրս բերել փողոց։ Ինչի համար այսօր կոնգրեսը, որովհետև այսօր կոնգրեսը ինստիտուցիոնալ այն միակ ընդդիմությունն է, որ կազմակերպված բավականին ուժ է։ Եվ նորից եմ ասում, եթե կոնգրեսը այդ պետականության վտանգի Ղարաբաղի կորստի վտանգը հաշվի չառնի, այսօր այդ նախադրյալները կան ներսում, մեր հասարակության ներսում, ժողովրդին դուրս բերել եւ պարտադրել արտահայտ ընտրություններ։ Ինչպիսի արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ ինչպիսի կոնֆիգուրացիաներ եք դուք տեսնում քաղաքական ուժերի, ՀՀԿ, ԲՀԿ իրար հակադրվելու են, թե ստից են հակադրվելու, ինչ որ ասենք այլ ընդդիմադիրներ, չգիտեմ, կամ իրենց ընդդիմադիր հռչակողներ, դաշնակցություն, ժառանգություն, այլ ինչպիսի կոնֆիգուրացիա եք տեսնում այդ ընտրապայքարի մեջ։ Անդրադառնանք սկզբից իշխանական բուրգում։ Իշխանության բուրգում այդ մրցակցությունը լինելու է։ ՀԿ, ԲՀԿ, բայց վերահսկելի մրցակցությունը լինելու։ Ազատ մրցակցություն, երբ որ պահեր մենք տեսել ենք անցած ընտրություններին, երբ որ ինչ-որ պահի վերահսկողությունը դուրս է գալիս, պախանը իր խոսքն ասելու է եւ ամեն մեկը իր տեղը նստելու է։ Այդ մրցակցությունը անցնենք։ Իշխանությունը փորձելու է իր սցենարը տանել ընդդիմության դաշտում։ Հիմնական խնդիրը ինքը լուծելու է ընդդիմության դաշտում, որովհետեւ ներսում կարծես թե վերահսկում է, բայց առանցին դեպքեր լինում են, որ թվում է թե վերահսկողությունից դուրս է գալիս, բայց առայժմ կարողանում են վերահսկել։ Ընդդիմության դաշտում կուզենա այդ երրորդ ուժի գաղափար աշխատացնել։ Լինելու բանը դա։ Դա փորձ 3 տարի փորձ ունեն, բայց չի ստացվում։ Հիմա կարծես թե իրենք կուզենան օրինակ Տիգրան Կարապետյանի ֆենոմենը օգտագործել, թե Կարապետյանը կօգտագործի, չի օգտագործի, չեմ կարող ասել, կուզենան։ Նո դաշնակցությունը առայժմ իրենց համար հասկանալի, ընկալելի, ընդունելի ուժ է, ընդդիմության սովոզով անցկացնելու։ Դուք դաշնակցությունը ընդդիմություն համարում եք թե ոչ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Դաշնակցությունը փաստորեն 10 տարի, 12 տարի լինելով ռեժիմի հետ, անընդհատ կոպիտ ասած որ մեջ եղել է իշխանություն եւ ընդդիմություն։ Եվ մեծ հաշվով դաշնակցությունը այսօր անում է այն ինչ որ ձեռնտու է իշխանությանը։ Մեծ հաշվով դա է անում։ Դե հիմա նա կուզենա ընդդիմության սովոզով հանդես գալ, իշխանությունը դա արեց, բրտեց դեպի հրեց ընդդիմադիր դաշտը, բայց կյանքը ցույց է տալիս, որ դաշնակցությունը չի կարող հասարակության համոզել, որ ինքը ընդդիմություն է, որովհետև մեր հասարակությունը տեսել է Գեղամյաններ, տեսել է Արթուր Բաղդասարյաններ, հիմա արդեն նույն բարեբախտաբար ասեմ, նույն տեխնոլոգիան դժվար աշխատի։ Այսինքն դաշնակցությունը վերահսկել է իշխանության կողմից։ Միանշանակ։ Իսկ ժառանգությունը։ Ժառանգությունը չեմ կարող ասել, որ վերահսկում է իշխանությունների կողմից, դա մեկ գործած կլինեն, բայց ժառանգությունը ինձ համար մի քիչ անհասկանալի բավվածք ունի, որ փորձում է անընդհատ իր հետևից ծանր քայլման քաշ տալ դաշնակցությանը, որ երբ որ գնում է ընդդիմության համախմբման, ընդդիմության այսպես ընդհանրացման ինքը դաշնակցությանը ներքաշում է, որը
մեղմ ասած անհասկան դաշնակցությունը պետք է ժառանգությունը պետք է ձեռք բազատվի դաշնակցությունից։ Դեպքում հասկանալի կլինի բոլորիս համար։ Եթե ընտրությունները լինեն հերթական 2012 թվականի եւ անցնեն այնպես ինչպես սովորաբար անցնում են, իմաստ կունենա արդյոք հետագա պայքարը նախագահական ընտրություններում։ Գիտեք, ընտրությունների ժամանակ սովորաբար համապետական ընտրությունների ժամանակ հասարակությունը էսկալացիա է ընթանում, դա ավելի հեշտ է։ Հիմա տեսնում ենք, որ այսօր խոսում ենք, որ հնարավոր հասարակությունը պատրաստ է փողոց դուրս գալու, բայց դա բավականին աշխատատար ու տեխնոլոգիաներ է պահանջում։ Իսկ համապետական ընտրությունների ժամանակ լինի դա հեշտական թե արտահայտ, շատ ավելի հեշտ է։ Այս առումով ես կուզենայի անպայման նախանշել, որ պայքարը չպետք է դադարի։ Ես չեմ կարող ասել, որ արտահայտ կլինի, թե հասնենք հերթական 12 թվականը ու ինչ արդյունք կլինի, բայց միևնույն 13 թվականին պետք է պայքարը շարունակվի։ Ես կասկածել չունեմ, որ գործընթացը գնալու է ի նպաստ մեր ժողովրդի, այսինքն վերջիվերջո ժողովուրդը վերցնելու է իշխանությունը։ Դա կլինի կոնգրեսի միջոցով, թե մի X ուժի միջոցով, միևնույն է, ժողովուրդը պարտադրելու է, իշխանությունը վերցնելու է, եւ դա պետք է լինի պայքարի արդյունքում։ Եվ ես համոզված եմ, որ 12 թվականից հետո էլ 13 թվականի նախագահական, եթե արտահայտներ չլինեն, որը չի բացառվում, պայքարը պետք է շարունակվի։ Դուք որևէ տեխնացու, այլ ընտրանքային տեխնացու իշխանությանը բացի Տեր-Պետրոսյանից տեսնում եք այսօր։ Գիտեք, տեխնացուներ կարծում եմ շատ կլինեն այլ ընտրանքային, բայց այսօր մեր քաղաքական դաշտում հիմնական դերակատարում ունեցող ուժը կոնգրեսն է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ եւ կարծում եմ այն գործընթացը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսել է 2008 թվականին, պատմականորեն ինքը պետք է հանգրվանին հասցնի։ Կատարվել է մեծ գործ այս 3 տարվա ընթացքում։ Քաղաքացիական հասարակության ձևավորման տարեր, այն որ միտինգներին տես ասում ենք, չէ, այս պահին համարյա Կարապետյանի մոտ ու մեր մոտ, բայց մեր մոտ գալիս է արդեն քաղաքացիական հասարակության տարերը պարունակող շերտը, իսկ այնտեղ կնում էր մարդիկ, որոնք երբեք միտինգ էլ չեն մասնակցել։ Այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում եմ պետք է մի հանգրվանի հասցնի այս խնդիրը, սկսած խնդիրը 2008 թվականին ավարտի։ Ու ես վստահ եմ, որ այդ խնդիրը կլուծվի։ Ու այսօր էլ նույն վստահությամբ քննարկվել է քաղաքորտում։ Շնորհակալություն պարոն Մակեյան հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, մենք վաղը նորից ենք հանդիպելու։ Ստեսուն, ինչ վաղը։